Եթե համեմատելու լինենք հայ կանանց եւ տղամարդկանց, ճիշտ է արդյոք պնդումը, որ կանայք ավելի վաղ եւ ավելի ուրախությամբ են հրաժարվում, այսպես ասած, ծառական կյանքով ապրելուց, ավելի հակված են հրաժարվելու։ Կա այդպիսի բան, ցավոք սրտի կա, այո։ Ես ասեմ, որ միայն մեր հայ հասարակության պարագայում չի սա, ընդհանուր համաշխարհային տվյալներով այդպես է, բայց կարծես թե մեր պարագայում շատ ավելի արտահայտված։ Կանայք այդ չափ չեն կարևորում երբեմն սեռական կյանքը։ Ես ասեմ, որ սեռական ցանկության նվազում կամ բացակայություն կանանց մոտ շատ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Եվ սա ունի իհարկե իր եւ հորմոնալ բացատրությունը, եւ ընդհանուր սոցիալ-հոգեբանական բացատրությունը։ Մշակութային էլ չէ նաեւ։ Ինչպես նաեւ, այո, կանանց մոտ ծնողական եւ մայրական դոմինանտը ավելի արտահայտված է, եւ նրանք հաճախ խորամուխ լինելով ընտանեկան մայրական խնդիրների մեջ ծնողներ երեխաների խնամքը, կենցաղային խնդիրներ միգուցե այս կոնտեքստով առավել շատ են հոգնում եւ երկրորդային տեղ տալիս սեռական կյանքին, բայց փաստը մնում է փաստ, որ այդպես է։ Ես հաճախ երբ որ խոսում եմ իմ այցելուների հետ, որոնք որ տարել են սիրտանոթային վիրահատություններ, ստենդավորումներ եւ խմում են բազմաթիվ դեղորայքներ, նրանք կատակով իհարկե, բայց ասում են, որ մեզ համար սեռական կյանքը ավելի կարեւոր է, քան սրտի առողջությունը, բայց իհարկե սա փիլիսոփայական մոտեցմամբ եմ ես դիտարկում, այսինքն նրանց համար խիստ կարևոր է սա։ Ոստի դրա համար բժշկագիտությունը, սեքսոլոգիան ունի այդ բոլոր հնարավորությունները տղամարդուն եւ կնոջը ապահովել առողջ եւ կանոնավոր սեռական կյանք մինչեւ կյանքի վերջը։ Այսինքն այն գաղափարը, որը առաջ գոյություն ուներ սեքսոլոգիայում կոչվում էր ինվոլյուցիվ սեքսուալ խանգարումներ, դիտարկվում էր որպես նորմատիվային, այսինքն ֆիզիոլոգիական, երբ որ տարիքային պետք է անպայման նվազում լիներ եւ վերանար սեռական կյանքը, ապա ներկայումս դա վերանայվել է եւ այսպիսի հասկացողություն որպես նորմատիվային չի ընդունում։ Դա պաթոլոգիկ վիճակ է, որը պետք է բուժել, կարգավորել, ինչպես 20 տարեկանի մոտ։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր վերջին մտքից, որ որպես այդպեսին սեռական կյանքը վերջ չունի եւ մարդու մինչեւ կյանքի վերջ ուղեկցող, այսինքն ասել, որ այս տարիքից եթե ոչ սահմանափակվում է, ապա ցանկալի չէ, թեկուզ ելնելով սիրտանոթային համակարգի հիվանդություններից չկա այդպիսի, այսպես ասած, վերջ, դա համընկնում է կյանքի վերջի հետ, ճիշտ եմ ձեզ հասկացել։ Միանշանակ, այսինքն մարդը ինչքան որ ապրում է, պետք է կարողանա ունենալ առողջ սեռական կյանք։ Այն միֆերը, որոնք որ կան սիրտանոթային խնդիր ունեցող անձանց պարագայում, որ սեռական կյանքով զբաղվել ինչ-որ ռիսկեր է ավելացնում եւ այլն, դա այդպես չէ։ Այսինքն դա հավասարազոր է սովորական փոքր ֆիզիկական ակտիվության, որը կարող է անհատ ունենալ ցանկացած գործունեության ժամանակ։ Այսինքն այդ չափազանցացված մոտեցումը իհարկե սխալ է։ Նույնքան վտանգավոր է, որքան բակում գործ անելը կամ խոթընձելը, ասենք։ Հավասարազոր է ցանկացած փոքր ֆիզիկական ակտիվության ժամանակ ծախսված այդ էներգիային։ Բժիշկ նախկինում շատ էին դեպքերը, երբ մենք լսել ենք, չէ, որ մեր պապերը թեկուզ շատ մեծ տարիքում զավակներ են ունենում, երբեմն նրանց երեխաների եւ թոռների տարբերություններ ծիծաղելի փոքր, այսինքն ծիծաղելի չէ, բայց զարմանալի փոքր, այսպես ասենք, հա, դրական զարմանալի։ Հիմա ստես ո՞րն է պատճառը, որ հիմա այս երևույթը չունենք, վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ ունեն, թե գիտակցական մոտեցումն է մարդկանց զերծ պահում ուշ տարիքում երեխա ունենալու։ Ընդհանուր առմամբ եթե գլոբալ իմաստով ասեմ, ապա այո, ռեպրոդուկտիվ խնդիր ունենք։ Մենք հիմա համաշխարհային մակարդակով ունենք տղամարդու սերմնայոգի ցուցանիշների վատացում։ Տարեց տարի այդ տենդենսը նկատվում է եւ ես ասեմ, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սերմնայոգի գնահատման որակական հատկանիշների նորմատիվները սկսել է իջեցնել, որտեղ այդ բարձր նորմատիվներին համապատասխան սերմնայոգը գրեթե չէր հայտնաբերվում։ Սա մի կողմ, բայց ընդհանուր առմամբ իհարկե մտածողության խնդիրները, որոնք որ մեզ արգելում են կամ սահմանափակում են ավելի մեծ տարիքում երեխա ունենալուց։ Ասեմ, որ տղամարդու վերարտադրողական ֆունկցիան գրեթե միշտ լինում է կարող է լինել նույն մակարդակին։ Այդ իմաստով նույնպես կան համապատասխան բուժական եւ դեղորայքային միջոցներ, որոնք որ տղամարդու վերարտադրողական, այսինքն երեխա ունենալով հանգածանման ֆունկցիան կարող է պահպանվել մինչև վերջ։ Իհարկե կանանց պարագայում դա սահմանափակ է, գիտենք, որ
կինը իր ամբողջ կյանքի ընթացքում կարող է հասունացնել 400-450 ծվաբջիջ եւ այդ կլիմաքսի ժամանակ արդեն ավարտվում է իր մանկածանման ֆունկցիայի ունակությունը։ Բայց տղամարդու պարագայում դա գրեթե մշտապես մնում է բարձր մակարդակի։ Իսկ ինչու հիմա մեծ տարիքում չեն ունենում, իհարկե մի հատ ցավալի փաստ եմ ասում, բայց ընդհանուր առմամբ հիմա այդ մոտեցումը կա եւ պայմանավորված այն հանգամանքով, որ մեր պատերազմական գործողություններում զավակներ կորցրեցինք, այդ ծնողները նորից երեխաներ են ունենում եւ շատ լավ ստացվում է, հաջողվում է, օժանդակ տեխնոլոգիաները պետության կառավարության օժանդակությամբ դա արվում է, այնպես որ այդ առումով դրական քայլ այդ առումով կա։ Ես ուզում եմ այդ մասին խոսել, մենք խոսել ենք այս թեմայով նաև գինեկոլոգի հետ, դա նաև հետաքրքիր երևույթ էր բոլորի համար ուրախալի, մենք փաստեցինք, որ երբեմն դա կյանքի գնով էր ուշ տարիքում երեխա ունենալը, երբ ավելի գնահատում են երեխան, ավելի գիտակցված է, հոգեբանական առումով էլ ավելի երկար սեռական կյանքով ապրել է եւ ուշ երեխա ունենալը ինչ դրական կողմեր ունի։ Այո, իրավացի եք, ավելի մեծ տարիքում երեխա ունենալը ունի ծնողների համար խիստ կարևոր դրական երիտասարդացնող, թարմացնող մեծ ավյուն հաղորդող ազդեցություն։ Սա միանշանակ է։ Երկրորդ, մեծ տարիքում մանկածանման ֆունկցիան կնոջ պարագայում միայն ռիսկային է, իհարկե այս հարցին ավելի շատ գինեկոլոգները ճիշտ կպատասխանեն, բայց իմ կարծիքով ռիսկային է, եթե առաջնացին է, բայց եթե առաջնային չէ, ապա մնացած պարագաներում հղիությունը որպես այդպեսին դիտվում է որպես ֆիզիոլոգիական process եւ որևէ օրգանիզմի համար, առողջ օրգանիզմի համար որևէ ռիսկային բան կարծես թե չի պարունակում։ Իսկ ընդհանուր հոգեեմոցիոնալ եւ սոցիալ հոգեբանական առումով դա մեծ զարթոնք է ընտանիքում եւ մեծ դրական ապրումներ ավելի վերարժևորում երեխաների դերի եւ ընտանիքի ամրության համար ունենում է բացառիկ կարեւոր նշանակություն։ Ես հիշեցի, որ քաղաքական գործիչներից մեկը, որ ուներ երկու մեծ զավակ, արդեն 30-անց եւ հետո երրորդ երեխան էին ունեցել մեծ տարիքում, նա միշտ ասում էր ես ունեմ 3 երեխա, երկուսը մեծ եւ բոլորն էլ նույն կնոջից, դա ներկայացնում որպես հաջողություն, այսինքն լինում է դա համարում է բացառիկ, կյանքում կարող է նույնիսկ պարտանալ։ Բժիշկ Հակոբյան, ասացեք, խնդրեմ ձեր բուժառուների մեջ ամենատարիքով մեծ ուղակի մարդը, որ այցելել է, ինչպես արդեն ասացիք, տղամարդը, ով է եղել եւ սովորաբար ինչ խնդիրներով են դիմում։ Ես ունեցել եմ 82 տարեկան անց այցելով, որը որ դիմել էր եւ ամուսնացել էր երրորդ ամուսնություններ եւ պլանավորում էր երեխա ունենալ։ Իրականում նա ուզում էր, մենք ստուգումներ իրականացրեցինք, ինքը ունակ էր ունենալու, փոքրինչ կարգավորման մեխանիզմներ պետք է իրականացնենք, մի քիչ ակտիվացնող դեղորայքներ կիրառենք, բայց սա եղել է իմ համար բացառիկ այդ տարիքը, որը որ ունեցել եմ իմ կյանքում։ Եվ ունեցան երեխա։ Ճիշտ ասած, հետո կապը խզվել է, բայց այդ մոտիվը, որ ինքը դիմել էր եւ մենք որոշակի աշխատանք կատարեցինք, բայց իհարկե հետագա ընթացքը չեմ հետևել, ազնվորեն չեմ կարող ստել։ Բժիշկ Հակոբյան, իսկ 60-ից հետո հասակն առած մարդու մոտ նույն զգացողություններն են լինում սեռական հարաբերություններից կյանք ունենալուց։ Դա է զգացողություններն էլ փոխվում են, ավելի թունդ են դառնում, ավելի պակաս Ընդհանուր առմամբ, այո, ինչպես իրենք են նշում, այս տարիքային խմբի անձինք նշում են, որ սեռական կյանքին առավել մեծ կարևորություն են տալիս, նրա որակական կողմին են առավել մեծ կարևորություն տալիս, ոչ թե ավելի շատ քանակական կողմին, եւ այդ զգացողությունները, որոնք որ արտահայտվում են այդ process-ի ընթացքում, իրենք ել ավելի գունեղ եւ ազդեցիկ են գնահատում։ Սա իհարկե ունի իր բացատրությունը նաեւ հորմոնալ տեսանկյունից, որովհետեւ ինքը ավելի շատ էներգետիկ ծախս պահանջող process է լինում ավելի մեծ տարիքում, քան ավելի երիտասարդ տարիքում, որտեղ լիբիդոն արդեն կա, հորմոնալ համապատասխան ֆոնը, հագեցվածությունը կա, այստեղ օրգանիզմից ավելի շատ ջանքեր է պահանջվում եւ այդ կարծես արդեն որպես արդյունք, վերջնարդյունք ստանալով բավարար եւ առողջ հարաբերություններ, նրանք դա ել ավելին արժևորում եւ կարեւորում։ Եվ մի վերջին հարց, կա արդյոք եղանակ, մեթոդ կամ իմաստ երկարակ ձգելու սեռական կյանքը, թե ցանկալի է ավելի ասկետական մոտեցումով, դանդաղ ընթացքով գալ դեպի կյանքի վերջ նաեւ այս առումով։ Միանշանակ կա, իհարկե, սա վերաբերվում է առողջ ապրելակերպի բոլոր կանոններին։
երբեմն մեր այցելուները գալիս են ունենալով 1000 հատ ուղեկցող հիվանդություն, ավելորդ քայ, սրտանոթային խնդիրներ եւ այլն, բայց ասում են, որ անպայման այնպես արեք, որ մեր սեռական համակարգը լավ գործի։ Դա ուղղակի հնարավոր չէ։ Սեռական համակարգը դա օրգանիզմի մի բաղկացուցիչ մասն է։ Ուստի դրա համար առողջ եւ երկարակյաց սեռական կյանք ունենալու համար պետք է ունենալ լավ առողջություն, այսինքն առողջ ապրելակերպին բնորոշ բոլոր պարամետրերը մենք այստեղ պետք է կիրառենք։ Եթե մարդը 60 տարեկանում, 70 տարեկանում առողջ է, ունի կամ մինիմալի հաստված կամ կոմպենսացված է ուղեկցող հիվանդությունները, իրեն հետևում է, սպորտով է զբաղվում, համապատասխան վնասակար սովորույթներից է խուսափում, ապա միանշանակ կունենա առողջ սեռական կյանք։ Եվ եթե խնդիրներ լինեն, ապա դրա վերականգնումը կլինի չափազանց ավելի հեշտ եւ արդյունավետ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Բժիշկ, հուսանք, որ մեզ լսող ավագ սերնդի ներկայացուցիչների համար այն օգտակար եղավ եւ այն հարցերը, որոնք հատկապես կանայք կամաչեին գալ եւ հարցնել կամ կարդալ, հիմա ստացան իրենց հարցերի պատասխանները։